Երբևէ նայել եք երկնքին ու մտածել, ինչու են մի քանիսը թեթև ու սպիտակ, իսկ մյուսները մուգ ու կարելի ասել նույնիսկ մի քիչ սպառնալից։ Դե այսօր մենք հենց այդ առօրյա, բայց իրականում շատ հետաքրքիր հարցի պատասխանն են գտնելու։ Եկեք մի պահ պատկերացնենք։ Մի կողմից կատարյալ արևոտ օր, երկինքը լիքը այնպիսի ամպերով, որոնք կարծես բամբակից լինեն։ Իսկ մյուս կողմից երկինքը մթնում է, պատվում է ծանր մոխրագույն ամպերով, ու դուք գիտեք, որ անձրև է սկսվելու։ Այս երկու տեսարաններն էլ բոլորիս շատ ծանոթ են, բայց երբևէ խորը մտածել եք, ինչու է այդ տարբերությունը։ Ինչն է ստիպում մի ամպին լինել սպիտակ, իսկ մյուսին մոխրագույն։ Պարզվում է, պատասխանը ֆիզիկայի մեջ է, ու շատ ավելի հետաքրքիր է, քան կարող եք պատկերացնել։ Լավ, որպեսզի այս ամենը հասկանանք, եկեք քայլ առ քայլ գնանք առաջ։ Սկզբից կխոսենք արևի լույսի գույների մասին, հետո մի փոքր կշեղվենք, հասկանալու համար, թե ինչու է երկինքը կապույտ, այ դրանից հետո արդեն կպարզենք, թե ինչու են ամպերը սպիտակ, ապա ինչու են դառնում մոխրագույն։ Ու վերջում այս ամբողջ գիտելիքը կկիրառենք հասկանալու համար մայրամուտի գեղեցիկ գույները։ Գնացինք։